Հունվարի 14-ին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնից 40 օր հետո հայ առաքելական Սուրբ եկեղեցին կնշի Տյառն Ընդառաջը Մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու հիշատակությունը։ Հայոց մեջ ավանդաբար այն տոնել են հավատով, որ Տիրոջ մուտքը տաճար աստվածային լույսով ու զորությամբ է համակելու ողջ մարդկությանը։ Նախորդ օրը հայոց բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է Տյառն Ընդառաջի նախատոնակ և տարվա առաջին անդաստանը՝ հոգևոր բարեպաշտական արարողություն նվիրված աշխարհի 4 ծագերի օրհնությանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հանդիսատեսությամբ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի միաբանները շրջեցին եկեղեցու ատյանում, խաչով, խաչվառով և ավետարանով օրհնեցին աշխարհի 4 կողմերը, տարվա համար պտղաբերություն խնդրեցին։ Արարողության ավարտին Քրիստոս փառած տաղի ներքո Մայր տաճարի իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով, որը խորհրդանիշն է Հիսուս Քրիստոսի կենսատու լույսի, նորին սրբությունը եկեղեցիականների թափորի և հավատացյալների ուղեկցությամբ քայլեց դեպի Մայրաթոռի միաբանական մասնաշենքը, որի հարևանությամբ վառվեց տոնի ժողովրդական խորհրդանիշ հանդիսացող Տյառն Ընդառաջի խարույկը։ Տյառն Ընդառաջը, ինչպես եկեղեցիական մի շարք այլ տոներ, բավական խորը, մնայուն, լուսավոր տոն է և ոչ պատահականորեն նաև այս առիթով մարդիկ կրակ են վառում, լույս են վառում իրենց աստվածփնտրությունը հատկորոշելու, հատկանշելու համար։ Մեր մաղթանքը, որպեսզի մենք ամենքս ուրեմն և անձնական, ներանձնական մակարդակներում և ընդհանրական հարթություններում հաջողենք մեր աստվածփնտրության մեջ, Աստծուն ընդառաջ գնալը հատկորոշվում է ուրեմն Քրիստոսի նախանշած ճանապարհով գնալով, հատկորոշվում է ուրեմն առաքինություններով, առաքելությանը ստանձնումով, սրբերի վարք ու բարքին հետևելով, մեր կյանքում այնքան հաճախադեպ պակասող բարին լավը գեղեցիկը առատացնելով, սրանք Աստծուն ընդառաջ գնալու ուրեմն նշաններ են, կողմնորոշիչներ են, բնորոշումներ են և օրինակներ են։ Գրիգոր Տաթևացին այս տոնի մասին գրում է. «Երբ Տերն ընծայման բերվեց, ահագին ճայթյունով դղրդաց ողջ քաղաքը, և բոլորը վառած ջահերով եկան տաճար Տիրոջն ընդառաջ և ասացին. Տերն անցավ այս դռնով»։ Լիաննա Չիչակյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում փետրվարի 12-ին կայացավ Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Պաշտպանական կողմը ներկայացրեց Վահագն Չախալյանի կալանքը փոխելու հիմնավորումները, վկայակոչելով նրա ընտանեկան և սոցիալական պայմանները։ Փաստաբանները նշեցին, որ Վահագն Չախալյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, 3 զավակների հայր, որոնցից 2-ը անչափահաս է, ունի վարկային պարտավորություններ։ Դատարանը, սակայն, այս փուլում կալանքը փոխելու հարցը քննության չառավ։ Նիստի ընթացքում Բագրատ arczepiskopos Գալստանյանն անդրադարձավ իրենց իրավունքների ոտնահարմանը, նշեց, որ իրենք թիրախավորվում են երկրի իշխանության կողմից։ Ոչ մի կերպով պաշտպանված չենք։ Մարդիկ անմեղության կանխավարկածներ են խախտում, դատարանի վրայով են անցնում, կներեք, որ այդպես եմ ասում։ Դատական գործընթացի մեջ գտնվող գործի վերաբերյալ ուղղակի ուղղորդում, քիչ հետո կկարդամ, հրահանգավորում, ինչ ասեմ, թելադրանք, ուղղակի կամ անուղղակի տեղի անեմ, 3-4 դա բացահայտվել է։ Մեկ շաբաթ առաջ մարդ, որը հայտնի է մեր հասարակությանը մարդկանց վրա թքելով, Մոսկվայում, այն նախորդը եվրոպական ատյանում, Ստրասբուրգում, սա Մոսկվայում, խոսում է այս դատական ընթացքի մասին, ասելով, որ նիստի մասն է, խոսքը գործի մասին, այս գործի մասն է, ասելով, որ
Այս մարդիկ մեղադրվում են ոզնիներ գործածելու եւ այլն, իժի ոզնիներ գործածելու մեջ։ Մարդ, որը հայտնի հասարակության իր վարկով մարդկանց վրա թքելու պատճառով միայն ուրիշ արժանիք չկա այնտեղ, ոչ էլ կենսագրություն։ Երկրորդ, պատվարժան դատան, սա ոչ մի արձագանք, ոչ մարդու իրավունքների պաշտպան, ակնհայտորեն ոչ դատարան, որևէ կերպով։ Հիմա դուք, ես անցել անգամ էլ ասացի, իշխանությունները չեն հարգում այս դատարանը։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ազգային ժողովում իշխող կուսակցության հնչեցրած հայտարարությունները որակեց որպես անմեղության կանխավարկածի խախտում եւ քաղաքական ճնշում դատական գործընթացի վրա։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ երեկ եւ այսօր ազգային ժողովում ելույթ ունեցած բոլոր անձինք, ովքեր այս գործի վերաբերյալ արել են արտահայտություններ, ստախոսներ են, սուտ են խոսում, փակում են հանրությանը եւ չեն կարող իրենց ասածների համար պատասխան տալ։ Սա ուղղակի միջամտություն է այս քրեական վարույթին անմեղության կանխավարկածի խախտում է, փչացնում է այս գործը որպես թե այլ պայմաններով էլ փչացած, բայց վերջի 2 օրվա ընթացքում էլ փչացնում են այս գործը օբյեկտիվության տեսանկյունից, չթողելով որևէ նվազագույն հույս կասկած, որ այս գործով կարող է օբյեկտիվ դատաքննություն իրականացվել, արդարադատություն իրականացվել։ Խուդոյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում դատարանին կներկայացնի քրեական վարույթը դադարեցնելու մասին միջնորդություն։ Անտեղի ու չփաստարկված հայտարարություններ գործի վերաբերյալ չի կարելի անել մանավանդ պաշտոնատար անձանց կողմից, բայց իրենք փոխանակ այդ անողների ձեռքը բռնեն, հələ հակառակը իրենք էլ նպաստում են այդ բոլոր արտահայտությունների հայտարարությունների կատարման, այսօր բոլոր այդ անձինք, ովքեր նման անպատասխանատու հայտարարություններ անում են, մի քիչ շտկել են իրենց իհարկե ոճը, նախորդի համեմատ արդեն հղում են կատարում դատախազությանը կամ քննչականին կամ նրանց ղեկավարներին, ովքեր իրենք ցերտին անհիմն հայտարարություններ են արել։ Դրա համար այս ծավալի ազդեցության պայմաններում այս գործը չի կարող օրինական համարվել ոչ մի ընթացքով եւ դատարանը միակ գործիքը, որ ունի այդ ապօրինությունը կանխելու, այս բանի քրեական հետապնդումը դադարեցնելը։ Նիստի ավարտին դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ հաջորդ նիստից կքննարկվեն պայքարի անդամների խափանման միջոցները փոխելու հարցերը։ Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 19-ին ժամը 15-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում։ Հայկական սփյուռքի առաջնորդները զգուշացնում են եկեղեցին հալածելու պատճառով Հայաստանի կառավարությունը վտանգում է կտրել կապը Սփյուռքի եւ համաշխարհային հանրության հետ։ Սփյուռքահայ գործիչների հայտարարությունը հրապարակվել է լրատվամիջոցներում։ Դրանցից մեկով Թվիթերյան իր էջում կիսվել է Նուբար Աֆեյանը։ Եկեղեցու ղեկավարների վրա հետևողական հարձակումները եւ նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղիղ վտանգ են աշխարհի բոլոր հայերի համար, ասվում է բաց նամակում, որը ստորագրել են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Մանուկյանը, Վահե Գաբրաշը, Ջոզեֆ Ուղուռլյանը եւ Պերճ Սեթրակյանը։ Նրանք ներկայանում են որպես հայոց ցեղասպանության զոհերի վերապրողների ժառանգներ եւ համաշխարհային հայոց եկեղեցու անդամներ։ Նամակում ազգային գործիչները հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետությունում մոտ 3 միլիոն հայ է ապրում, մինչդեռ ընդհանուր 10 միլիոն հայերի մեծամասնությունը բնակվում է Սփյուռքում, որից ավելի քան 1 միլիոնը Միացյալ Նահանգներում։ Եվ ժամանակին Սփյուռքը էական աջակցություն է տրամադրել եկեղեցուն տասնամյակների խորհրդային ճնշումներից հետո վերածնվելու համար։ Այսօր հայոց եկեղեցիները աշխարհով մեկ, ներառյալ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը Լիբանանում, Երուսաղեմի եւ Պոլսո պատրիարքությունները փոխկապակցված են, միացյալ են եւ ճանաչում են Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին որպես հայ եկեղեցու համաշխարհային առաջնորդ, որի գահը Հայաստանում է, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Նամակի հեղինակները, որ նաև Սփյուռքի եւ Հայաստանի բարերարներից են, կոչ են անում, որ եկեղեցական կառավարման հետ կապված
բոլոր հարցերը լուծվեն եկեղեցու կառավարման մարմինների միջոցով, որոնք գործում են 18 դար հայ առաքելական եկեղեցու ուսմունքի եւ ավանդույթների համաձայն։ Սփյուռքի առաջնորդների բաց նամակն ավարտվում է կոչով։ Մենք կոչ ենք անում Սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայները եւ պահանջել իրենց իրավունքի իրացումը, դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ, ինքնաբարեփոխվող եկեղեցում։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Փետրվարի 10-ին կրոնական հարցերով մասնագիտացված լրատվամիջոցում հրապարակվեց քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային իրազեկման հարցերով տնօրեն Ջոել Վելդքամփի այցելելով հայ arczepiskopos-ին բանտում հոդվածը։ Միջազգային դիտորդի դիրքից Վելդքամփը ներկայացնում է իր այցը Հայաստան հալածվող քրիստոնյաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբի կազմում եւ բանտում Բագրատ arczepiskopos-ի հետ հանդիպումը։ Միջազգային փորձագետը մի քանի անգամ արդեն մամուլում անդրադարձել է Հայաստանում եկեղեցու հանդեպ ճնշումներին, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը։ Հոդվածն սկսվում է զարմանքով։ Հայաստանը վերջին երկիրն էր, որտեղ հեղինակի խոսքով ինքը կարող էր պատկերացնել բանտարկված arczepiskopos-ի, սակայն Բագրատ Սրբազանը ըստ նրա այդ իրավիճակը դիտարկում է պատմական շարունակականության մեջ, հիշեցնելով նրանց, որ խորհրդային տարիներին նույն շենքում բանտարկվել եւ մահապատժի էր ենթարկվել իր հոգեվոր անվանակիցը։ Բագրատ arczepiskopos Վարդազարյանը։ Վելդքամփը այս համեմատությամբ ակնարկում է քաղաքական հալածանքի կրկնվող տրամաբանությունը։ Հոդվածի առանցքային թեզերից մեկը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հստակ ու հրապարակային դիրքորոշմանը, կաթողիկոսի հրաժարականի պահանջ եւ եկեղեցու ղեկավարության փոփոխություն պետության միջամտությամբ։ Վելդքամփը դա բնութագրում է որպես կրոնի ազատության տեսանկյունից անընդունելի միջամտություն, գրելով, որ դա նույնքան աբսուրդ է, որքան եթե Ջորջա Մելոնին պահանջեր Հռոմի Պապ Լևոն 14-րդի հրաժարականը։ Վելդքամփը գրում է. եկեղեցին չեզոքացնելու համար Փաշինյանը դիմել է հին խորհրդային մեթոդներին։ Նա հավաքել է ապստամբ եպիսկոպոսների մի խումբ, որոնք կոչ են անում բարեփոխել եկեղեցին, ինչպես բոլշևիկները 1920-ական թվականներին օգտագործեցին ազատ եկեղեցու կազմակերպության հոգևորականների մի խմբակի պառակտում հրահրելու համար։ Վելդքամփը մանրամասն անդրադառնում է Բագրատ arczepiskopos-ի ձերբակալությանը, հիշատակում մեղադրանքի հիմքում ընկած ձայնագրությունները, որոնք, ինչպես ապացուցվել է հետագայում, կեղծված էին, նշելով նաև այլ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ անհիմն հարուցված գործերը, Վելդքամփը ուղիղ խոսում է եկեղեցու դեմ համակարգային ճնշման մասին։ Հոդվածում իրավիճակը դիտարկվում է լայն տարածաշրջանային համատեքստում 2020 թվականի պատերազմից, Արցախի հայաթափումից եւ արևմտյան երկրների կողմից առաջ քաշվող տնտեսական ինտեգրման ծրագրերից հետո ձևավորված քաղաքական միջավայրում։ Վելդքամփի վերլուծությամբ արևմուտքի ռազմավարական հետաքրքրությունները էներգետիկ եւ տրանսպորտային միջանցքների ստեղծման ուղղությամբ Հայաստանը դնում են Ադրբեջանից եւ Թուրքիայից կախում ունեցող խոցելի դիրքում, այսինքն կախման մեջ այն ուժերից, որոնք իրականացրել են հայոց ցեղասպանությունը եւ էթնիկ զտումները Արցախում։ Հեղինակը մատնանշում է, ձերբակալությունները սկսվեցին այն ժամանակ, երբ կաթողիկոսը ելույթ ունեցավ Շվեյցարիայում եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից կազմակերպված համաժողովում։ Իր ելույթում նա պահանջեց, որ արցախցի հայ փախստականներին թույլատրվի վերադառնալ հայրենիք։ Մի քանի օրվա ընթացքում վարչապետը հարձակում սկսեց կաթողիկոսի վրա, շաբաթներ անց ձերբակալվեց Բագրատ arczepiskopos-ը։ Վելդքամփի հրապարակումը վկայում է, որ հայկական ներքին զարգացումները դուրս են եկել ազգային օրակարգի սահմաններից եւ դարձել միջազգային, կրոնական եւ իրավապաշտպան շրջանակների քննարկման թեմա։ Հոդվածի վերջում Ջոել Վելդքամփը նոր հարց է բարձրացնում։ Այս ճգնաժամը անխուսափելի հարց է առաջացնում արևմտյան քրիստոնյաների համար, հատկապես նրանց համար, ովքեր կարծում են, որ քրիստոնեությունը պետք է դեր խաղա մեր երկրների քաղաքականության եւ հասարակության մեջ։ Ինչպես ենք մենք արձագանքելու Միացյալ Նահանգներին դաշնակից աշխարհիկ պետության կողմից աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը քանդելու փորձին։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։
Այսօր փետրվարի 13-ին վաղ առավոտից Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Իսմիրլյան բժշկական կենտրոնում քննչական գործողություններ էին իրականացվում։ Քրեական վարույթը հարուցվել է 4 ամիս առաջ։ Փետրվարի 13-ին արգրավվեցին համակարգիչներ եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ գումար։ Քրեական վարույթը նախաձեռնվել դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 9-ին եւ նախաձեռնվել է հետեւել հատկանիշներով փողերի լվացման եւ հարկերից խուսափելու համար։ Հիմա 4 ամիս անց վարույթ իրականացնող մարմինը որոշեց, որ պետք է խոզարկություն կատարի Իզմիրլյան բժշկական կենտրոնում, մասնավորապես նաև տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում։ Փնտրում էին հաշվապահական փաստաթղթեր, վճարը հաշվարկային փաստաթղթեր, ինչպես նաև այլ նյութեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հարկերի հետ կապված, այսինքն խուսափելու հետ կապված եւ փողերի լվացման։ Ամբողջ խնդիրը եւ գործի փաստական հանգամանքները կայանում են նրանում, թե իբրև Իզմիրլյան բժշկական կենտրոնը ունենալով հնարավորություն իր կարիքների համար բժշկական պարագաներ ձեռք բերել անմիջապես ներմուծողներից կամ արտադրություն կատարող ընկերություններից, սակայն ավելի նվազ գնով, սակայն ավելի բարձր գնով ձեռք է բերել իր կարիքների համար բժշկական պարագաներ, այնպիսի ընկերություններից իբրև որոնք փոխկապակցված են բարձրաստիճան հոգևորականների հետ։ Գործի փաստական հանգամանքները սա են։ Հիմա պարոն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են որոշակի փաստաթղթեր, որոնք որ բնականաբար այս նախաձեռնված վարույթի հետ առհասարակ որևէ առնչություն չունեն, այսինքն այն ընկերությունները, որոնք որ ուսումնասիրության առարկա են դարձել, խնդրող առարական են որպես այդպիսի հանդիսանում, առհասարակ նրանց հետ որևէ առնչություն այդ փաստաթղթերը չունեն։ Վերցվել է նաև համապատասխան համակարգիչը, այլ կրիչներ եւ նաև գումարներ, բայց գումարներ վերցնելու իրավասություն վարույթ իրականացնող մարմինը չի ունեցել, որովհետեւ որոշմամբ չի թույլատրվել, որպեսզի այդ իմ թվարկած առարկաներից զատ որևէ այլ առարկաներ վարույթ իրականացնող մարմինը վերցնի։ Մենք առարկել ենք բնականաբար այս գործողության դեմ, համապատասխան հայտարարություններ ենք արել, որը որ արտացոլվել է արձանագրության մեջ, բայց ունենք այն ինչ ունենք, այսինքն այստեղ մենք գործ ունենք ոչ իրավաչափ գործողությունների հետ, մենք այստեղ ունենք ձևականացված գործողությունների հետ, որովհետև ինչպես արդեն նշեցի, վարույթը նախաձեռնվել է 4 ամիս առաջ, իսկ խոզարկություն քննչական գործողությունը ինքը հրատապ ենթադրող քննչական գործողություն հրատապ կատարվող, այսինքն եթե նախաձեռնվել է հոկտեմբերի 9-ին, առավելագույնս 1-2 օր հետո պետք է խոզարկությունը կատարվել, եթե դրա համապատասխան հիմքը նախադրյալը ելակետը եղել է, բայց կատարվեց 4 ամիս անց, ինչը հենց վկայությունն է այս քննչական գործողության ձևական լինելու, իրական նպատակին չհետապնդելու հանգամանքի մասին։ Ձեր գնահատմամբ սա ինչի հետևանք է, որովհետև կարծես գործը վերաբերում է 15-25 թվականների։ Այո, 15-25 թվականներին է վերաբերվում եւ փաստական նկարագրության համաձայն դե բոլորիս համար կարծում եմ պարզ է, գաղտնիք չի, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնը գտնվում է Մայրաթորի հսկողության տակ, այսինքն պատկանում է Մայրաթորին եւ բնականաբար այս բոլոր գործողությունները ուղղված չեն որպես այդպիսի կանզնապես Արմեն Չարչյանի կամ բժշկական կենտրոնի դեմ, այլ խոսքը վերաբերում է եկեղեցուն, իսկ վերջի շրջանում ժամանակահատվածում եկեղեցու շուրջ իսկ ավելի շուտ երևի դեմ տեղի ունեցած այս արշավ, այս գործողությունները հենց պատասխանն է այն հարցին, որը որ դուք տվեցիք։ Մենք առավոտյան պլանային քննարկման էինք մասնակցում եւ քննարկումը ընդհատվեց, քանի որ արդեն քննչական մարմինները եկել էին։ Եվ այդ պայից սկսած արդեն խոզարկումները իրականացում են 3 սենյակներում։ Իմ կարծիքով սա հակաեկեղեցական արշավի եւս մեկ դրսևորում է։ Եվ մենք սրան սպասում էինք եւ ասեմ ավելին շատ են ուշացել։ Մենք ավելի շուտ էինք իրենց սպասում։ Պարոն Չարչյանը այստեղ ոչ մի կապ չունի, այստեղ կապ ունի հաստատությունը, որը եկեղեցապատկան կառույց է։ Ես 100% վստահում եմ քեզ։ Շատ ողջան ձեզ։ Բարի եք։ Ասում եմ Փետրվարի 12-ին Արագածոտնի թեմի հոգևոր դասը Ղազարավանի Մենաստանի միանձնուհիներն ու հավատացյալները մեկտեղվել էին միասնական աղոթքի Արուջի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով։ Ներկաները միասնաբար աղոթք բարձրացրեցին հանիրավի տնային կալանքում գտնվող առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող հոգևորականների, գերության մեջ գտնվողների համար։ Ժամերգության ընթացքում Արուճի հովվության հոգևոր հովիվ Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանը խոսեց աղոթքի զորության մասին։ Տեր հայրը հորդորեց ներկաներին համբերատար ու անդադար աղոթել, վստահեցնելով, որ Աստծուն ուղղված անկեղծ աղոթքը երբեք անպատասխան չի մնում։ Աստվածաշունչն է մեզ բոլորիս սովորեցնում, որ համբերությամբ պիտի շարունակենք աղոթել։ Եվ մենք հոգևոր դասս իրապես համբերությամբ շարունակեցինք աղոթել, տոկուն մնալով ամենայն հանձնառությամբ եւ նախանձախնդրությամբ եւ Աստծուն փառք Տերը մեր բոլորի աղոթքները լսում է։ Ճիշտ է, գալիս է մի պահ, երբ որ մարդկանց մոտ սարսափելի հուսահատություն է առաջանում, բայց ես բոլորին կոչ եմ անում, որ շարունակեն մշտապես աղոթել, որովհետեւ մեր կյանքի անբաժան մասն է աղոթքը։ Մենք ինչ ենք անում, օրվա ընթացքում սնվում ենք, որպեսի չտկարանանք եւ չթուլանանք։ Որքան տկարանում եւ թուլանում է մարդու հոգին, երբ որ հոգեվոր սնունդ չկա։ Տեր Մանուկը Արուչ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պարբերաբար պատարագ է մատուցում, նրա հովվության ներքո նաև այլ համայնքներ կան։ Սրբազան արարողություններից բացի համայնքի անդամները մեկտեղվում են հոգևոր զրույցների շուրջ։ Մենք այստեղ լույս մանկանց ծրագրի շրջանակներում երիտասարդական միություն ենք ստեղծել։ Շուրջ 100 երիտասարդներ, պատանիներ, մանուկներ հոգևոր կրթություն եւ դասյարակություն են ստացել։ Եվ գրեթե անպակաս են այս եկեղեցու մեջ ամեն Աստծո օր, որովհետեւ սա իրենց տունն է։ Եվ ես էլ իբրև հոգևոր հայրը, հոգևորականը, սպասավորը այս համայնքի շաբաթվա մեջ 3-4 անգամ այդպես իրենց հետ մշտական հանդիպումների մեջ եմ։ Ճանաչում եմ գրեթե բոլորին։ Ընկած աղաչանս մեր եկեցոս մեզ։ Տեր Շնորհ Աբեղա Պալոյանը ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությունն ու երախտագիտությունը, նշելով, որ Սրբազան հայրն իր շնորհակալությունն է հայտնել Պողոս առաքյալի խոսքերով. «Ես բանտում էի եւ դուք աղոթում էիք ինձ համար»։ Ժամերգությունից հետո եկեղեցու բակում համերգ ու մոմավառություն տեղի ունեցավ։ Եկող շաբաթվանից մեծ պահքի ընթացքում Արագածոտնի թեմում միասնական ժամերգություններ տեղի կունենան ուրբաթ օրերին։ Փետրվարի 20-ին ժամը 19-ին միասնական ժամերգություն կկայանա Թալինի տարածաշրջանի Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այս տարի Սուրբ Վարդանանց եւ 1036 վկաների հիշատակությունը փետրվարի 12-ին է։ Այն սովորաբար հաջորդում է Ղևոնդյանց քահանաների տոնին։ Վարդանանց հիշատակության տոնին մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ընթացքում հայրապետական մաղթանք է կատարվում։ Վարդանանց շարժման եւ ավարայրի ճակատամարտի ընթացքում, լինելով մարտնչող զորքի առաջին շարքերում, Ղևոնդյան քահանաները իրենց քարոզներով քաջալերել են Վարդանին եւ նրա զինակիցներին, ոգեշնչել հայ մարտիկներին, կոչ արել չվախենալ, արդարների մահով մարտիրոսվել եւ մաս կազմել երանելիների դասի։ Ճակատամարտից հետո Ղևոնդյանները Հասկեր թագավորի հրամանով բանտարկվել են Պարսկաստանում, քանի որ մերժել են կռապաշտությունը։ Նրանք հավատարիմ մնալով հավատքին ու հայրենիքին ենթարկվել են անասելի տանջանքների, ընդունելով նահատակության պսակը։ Սուրբ Վարդանան կանոնով ճանաչվում են այն նահատակները, որոնք 451 թվականին իրենց արյունը թափեցին ավարայրի ճակատամարտում, հանուն քրիստոնեական հավատի եւ հայրենիքի։ Ավարայրի ճակատամարտը հավատի համար քրիստոնյա աշխարհի թերևս առաջին ռազմական բախումն էր ոչ քրիստոնյա աշխարհի հետ։ Հայ եկեղեցին երախտագիտությամբ սրբացրել է ավարայրի 1036 նահատակներին Վարդան զորավարի գլխավորությամբ։
Հինգշաբթի օրը փետրվարի 12-ին Վարդանանց հիշատակության տոնին կմատուցվի պատարագ, կկատարվի հայրապետական մաղթանք։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Կիրակի օրը փետրվարի 15-ին հայ առաքելական եկեղեցին կնշի բուն բարեկենդանը, որով կտրվի մեծ պահքի մեկնարկը։ Մեծ պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի սուրբարության տոնին եւ տևում է 48 օր։ Բուն բարեկենդանին մատուցվող պատարագին փակվում են խորանի վարակույրները եւ ողջ պահքի ընթացքում հաղորդություն չի տրվում, բացառությամբ մի քանի տոնական օրերի։ Մեծ պահքի առաջին չորեքշաբթի օրը եկեղեցին ապաշխարության հատուկ կարգով մարդկանց հրավիրում է մուտք գործել պահոց շրջան, իսկ պահքի վերջին օրերին ավագ հինգշաբթի օրը կատարվում է ապաշխարության արձակման կարգ։ Բացվում է վարակույրը եւ սուրբ հաղորդություն է տրվում, քանի որ այդ օրը Քրիստոս իր առաքյալների հետ սեղան նստելով հաստատեց սուրբ հաղորդության խորհուրդը։ Մեծ պահքի յուրաքանչյուր շաբաթը Կիրակի օրը ընթերցվող ավետարանական պատմությունների անունով է կոչվում։ Դրախտից արտաքսման, անառակ որդու, անիրավ տնտեսի, անիրավ դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդի կիրակիները ուղերձ եւ խրատ են պարունակում, հրավիրում խորհրդածության եւ ներհայեցողության։ Պատարագների, ժամերգությունների եւ խոկման արարողությունների ժամանակ մարդիկ ծանոթանում են հոգեվոր մեկնություններին, փորձում զղջումով եւ ապաշխարությամբ հեռանալ մեղքից, մաքրվել եւ իմաստուն կույսերի պես պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը։ Պահքի ժամանակ եւ առհասարակ կարևոր է հրաժարվել մոլություններից, ծխախոտից, ոգելից խմիչքից, թմրատեղից, թղթախաղից, լեզվական ախտերից, նաև նախանձից եւ հպարտությունից։ Պահքի կարևոր պայմաններից է նաև հրաժարումը կենդանական ծագման կերակուրներից։ Սուրբ Անտոն Անապատականը ասում է. հավաքույթների եւ հյուրասիրությունների միշտ ապիր գնալ։ Մի կեր այնքան, որ ամբողջովին հագենաս։ Քո հացը կեր լռությամբ եւ չափավորապես։ Նաև տես, որ կերակուրդ լինի համեստ։ Պահք պահողներին եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս շատ աղոթել, ողորմություն կատարել։ Հիշեցնում են, որ զղջումի եւ ապաշխարության գործերով մաքրվում է հոգին, միտքն ազատվում տագնապից եւ հուսահատությունից։ Մեծ պահքի շրջանում որոշ փոփոխության է ենթարկվում եկեղեցու ծիսական կյանքը։ Կատարվում են արևագալի, խաղաղական եւ հանգստյան ժամերգություններ։ Խորհուրդ է տրվում չկատարել մատաղի արարողություն, քանի որ պահքը կենդանական ծագման սննդից հրաժարվելու պայման ունի։ Մեծ պահքի ընթացքում չի խրախուսվում Սուրբ Պսակի խորհուրդը։ Մկրտության արարողության հետ կապված որևէ արգելք չկա։ Մեծ պահքը կսկսվի փետրվարի 15-ին եւ կավարտվի ապրիլի 5-ին Սուրբ Հարության տոնակատարությամբ։